Հայաստանում աղքատ լինելու հավանականությունը մեծանում է, երբ բնակիչն ապրում է մեծ ընտանիքներով, բնակվում է երկրի քաղաքներում, ունի ավելի ցածր կրթություն, ցուցադրում է զբաղվածության ավելի ցածր մակարդակ եւ քիչ հավանական է, որ ստանա տրանսֆերտներ։ Տվյալները Համաշխարհային բանկի Հայաստանի աղքատության եւ ընդհանուր բարեկեցության պատկերը 2010-14 թվականների զեկույցից են։ Աղքատները ավելի շատ բնակվում են Հայաստանի քաղաքային բնակավայրերում։ Այստեղ աղքատ է բնակչության 35%-ը, իսկ գյուղերում 30%-ը։ Երևանում աղքատ է բնակչության 25%-ը։ Միջազգային համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանն աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում։ Մեկ շնչի հաշվով հնային նույն ցուցանիշն ունեցող այլ երկրներում գրանցվել է աղքատության ավելի ցածր մակարդակ։ Տնտեսական աճի եւ կյանքի պայմանների բաշխվածության բնույթը տարբերվում է տարածաշրջանի այլ երկրներից։ 2015-ին չքավորների կշիռը ավելի բարձր էր 30%, քան 2007-ին մինչև գլոբալ տնտեսական ճգնաժամը 26%։ Չնայած Հայաստանում աղքատությունը կրճատվել է 2010 թվականի 36-ից 2015-ին հասնելով 30%-ի, սակայն աղքատության կրճատման այս տեմպն ավելի դանդաղ է նախաճգնաժամային 2004-ից 2007 թվականների տարիների տեմպի համեմատ։ 2009-ից 2014 թվականներին տնտեսական աճը նպաստել է ամենաաղքատ 40%-ը կազմող ընտանիքների սպառողական ծախսերի աճին։ Աճի բաշխվածությունն ի նպաստ աղքատ խավի չի եղել։ Համեմատաբար աղքատ ընտանիքներն ավելի շատ բարիք են կորցրել ճգնաժամի ընթացքում եւ ավելի դանդաղ աճ են ունեցել դրանից հետո։ Հայաստանում 2009-ից 14 թվականներին ամենաաղքատ 40%-ի սպառողական ծախսերն աճել են 2.9%-ով, իսկ ընդհանուր բնակչության ծախսերը 3.5%-ով։ Իսկ օրինակ Վրաստանում թե ամենաաղքատ եւ թե ընդհանուր բնակչության սպառողական ծախսերն աճել են նույն չափով 4%-ով։ Ռուսաստանում այս ցուցանիշը կազմել է 6, Բելարուսում 9 եւ ելի աղքատ ու ընդհանուր բնակչության համար նույն չափով։ Իդեպ 2008-ից 2015 թվականներին աղքատության մակարդակն ավելացել է աշխատող մարդկանց շրջանում ավելի արագ տեմպերով, քան աշխատանք չունեցողների։ 2010-ից 2014 թվականներին Հայաստանում ավելի շատ են աղքատից դարձել ոչ աղքատ, քան ոչ աղքատից աղքատ։ Աղքատ բնակչության 24%-ը դարձել է ոչ աղքատ, իսկ 12%-ը ոչ աղքատից դարձել է աղքատ։ Այնուամենայնիվ, անգամ ոչ աղքատ ընտանիքների 15%-ն ապրում է վատ կենցաղային պայմաններում, 38% առողջության համար անվտանգ ջեռուցում չունի, 19%-ը հոսող տաք ջուր չունի, իսկ 31%-ն ապրում է գերբնակեցված տարածքներում։